Բարև ձեզ, Սարվա թեման է, ես այսօր հեռավար կզրուցեմ Իսրայելի Պետախ Տիկվայի իսրայելահայերի Նայիրի միության նախագահ Արտյոմ Չեռնամորյանի հետ։ Ողջույն Արտյոմ, այսօր արդեն 5-րդ թե 6-րդ օրն է, որ շարունակվում է Իսրայել-Իրան պատերազմը։ Ես կխնդրեի ներկայացնել, թե ընդհանուր ինչ իրավիճակ է Իսրայելում, ինչպիսին է դրությունը Իսրայելի քաղաքներում եւ մասնավորապես ձեր մոտ։ Այո, շնորհակալություն հարցերի համար։ Այս գիշեր, ինչպես նախորդ գիշերներ, նորից բավական ծանր էր մեր համար։ Գիշերը երկու անգամ նորից տագնապ էր եւ ամեն անգամ մնում ես այնքան, ինչեւ թիկունքի ծառայությունը հայտարարություն անի մեծ հավելվածի միջոցով հեռախոսային ուղարկի, որ արդեն կարելի է դուրս գալ այդ պաշտպանված սենյակներից կամ ռմբապաստարաններից։ Սա արդեն 5-րդ օրն է, թե չեմ սխալվում, արդեն ուրբաթ օրվանից, 5-շաբթի լույս ուրբաթ օրվանից մինչև այսօր այսպես զոմբիացած վիճակի մեջ ենք, անընդհատ հարձակումներից պաշտպանվելու մասին ես միայն մտածում։ Մարդիկ աշխատանքի չեն գնում, շատ սահմանափակ միայն սննդի ծառայություններն ու գործարաններն են աշխատում, շինարարություն չկա, դպրոցները անցել են հեռավար ուսուցման, այսինքն փողոցում գրեթե մարդկանց չես հանդիպում, միայն մարդիկ գնում են դուրս են գալիս տնից ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Եվ անընդհատ ասենք մի քանի հավելվածներ նույնիսկ ունենք, ոչ մեկը, մի քանի հատ, որ ասենք եթե մեկը չաշխատես, մյուսը աշխատի, մյուսը չաշխատես, երրորդն աշխատի, որ կարողանանք ժամանակին, ուրեմն ժամանակին կարողանանք մենք մեր կողքի ճարը տեսնենք։ Իրանցիները իհարկե տեղը գիտեն շատ լավ մեր թիկունքի ծառայության աշխատանքը, որովհետև բոլոր հայտարարությունները բաց ինտերնետի մեջ բոլոր տեղերը հաղորդում եք գիտեն, նրանք երեկվանից անցել են այլ տակտիկայի, ամեն անգամ եթե նախկինում 150-200 հրթիռ էին բաց թողնում, ասենք 2-3 համազարկերով իրար հետևից, այժմ ասենք տեղափոխվող հրթիռային կայաններով 2 հրթիռ, 10 հրթիռ, այդպես են ուղարկում, ասենք 10 հրթիռ ամեն համազարկից Իրանի տարբեր շրջաններից, դրանով պայմանավորված մեր թիկունքի ծառայությունը նոր 3 ցերեկը նոր հայտարարությունով հանդես եկավ, ես էլ իմ Facebook-յան էջին թարգմանեցի դրեցի, որ հայերը կարտան իմանան, ասենք ովքեր որ լավ եբրայերեն չգիտեն, կարտան իմանան, որ ասենք մենք ունենք արդեն ոչ թե կես ժամ ժամանակ, այլ ընդամենը 10 րոպե, 10 րոպեից էլ ավելի քիչ է, այսինքն երբեմն լինում է, որ նույնիսկ հավելվածը չի աշխատում, անմիջապես տագնապն է հնչում, որի ժամանակ ունես մաքսիմում 1.5 րոպե ժամանակ, ինչ որ միտեղ պատը սպառվելու, սա է իրականությունը։ Հիմա մարդիկ կասեն, դե բա որ այդքան ծանր է ձեր մոտ, ինչու այս պատերազմը սկսեցիք։ Ես ցավոք սրտի ամեն անգամ ստիպված եմ բացատրել, որ սա այն տրամաբանական հետևանքներ Իրանի տասնյակ տարիներ Իսրայելի նկատմամբ վարած քաղաքականության, սիոնիստական ռեժիմը ջնջելու, երկրի երեսից հրեաներին ցեղասպան անելու եւ այն ցեղասպանություն ապրած պետությունը տասնյակ տարիներ լսում էիր հասցեին ամեն օր իրանական այս ռեժիմի այաթոլլաների ռեժիմի կողմից, որ այսօր ձեզ սպանելու ենք, վերացնելու ենք ձեր պետությունը եւ այդ 2.5 տասնամյակի Իրանի փայլուն աշխատանքը Մերձավոր Արևելքով, երբ որ մաքսիմում 15%-անոց մուսուլմանական իսլամական աշխարհում շիաները կարողացան այսպես հրեօղակ ստեղծել Իսրայելի կոկորդին, որ անընդհատ սեղմում էին, մի մոռացեք Ջիհադ Իսլամի, Համաս, Հեզբոլլահ Լիբանանում, Ասադի ռեժիմ, սիրիական միլիցիա, Իրաքի միլիցիա, Եմենի հութիներ եւ այլն տարբեր տեսակի պրոիրանական ահաբեկչական կազմակերպություններ։ Ահա սրանք էին, որ պարբերաբար հարձակումներ են գործում Իսրայելի վրա եւ Իսրայելը, ասենք, հոկտեմբերի 7-ին շոկի գալով այժմ փորձում է վերջնական հիդրայի գլուխ, այսինքն ոչ թե հիդրա, այլ օծի գլուխը կտրել, որպեսզի այդ օծը այլևս հնարավորություն չունենա ֆինանսավորելու մնացած բոլոր ռեժիմներին եւ դրանց հրահրի Իսրայելի վրա, դրանից բացի նաեւ մարդիկ ասում են, շատ հայեր անց հարցնում են, թե ինչու հիմա հարձակվեցին, թե ասում եմ ինչու, որովհետեւ տասնյակ տարիների հետևանք է սա, երբ որ պետք էր Համասին հսկայական հարված հաստվեց, Հեզբոլլահը պարտվեց,
տեսեք Հեզբոլայի բոլոր պարագլուխները սպանվեցին, այնուհետև Ասադի ռեժիմը ընկավ Սիրիայում, Իսրայելը հիմա փոքրիկ մինչև Դամասկոսից 20 կիլոմետր հեռավորության վրա այդ տարածքները Իսրայելի հյուսիսի վերցրել է, Գոլանի բարձունքներն ամբողջությամբ եւ պաշտպանական համակարգը իր համար ստեղծել, նույնը Լիբանանում, մինչև Լիտանի գետը իսրայելյան բանակն է գտնվում որոշ մասերում եւ փորձում է նույնիսկ Հեզբոլահի ժամանակ առ ժամանակ Բեյրութում Հեզբոլայի հենակետերն է վերջնականապես վերացնում եւ սրան արդեն հաջորդեց Իրանը, որը ասենք այս Պուտիներին ամեն օր 1-2 հրթիռ էր ուղարկում, ծիծաղով եմ ասում ամեն օր, բայց հաստատի 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո, երբ որ հութիներն էլ միացան այս Իսրայելի վրա հարձակումներին, պատկերացրեք, պարոն Իսրայելյան, ամեն 2 օրը մեկ սրանք մի հրթիռ ուղարկում են, ասենք, մեկ գիշերը, մեկ ցերեկը, մեկ տարբեր ժամերին ու ժամանակ առ ժամանակ ժամը 4-ին 4:30, 5-ին 5:30, այսպես ամեն օր տարբեր ժամանակներում, ասենք դուք գիտեք պետություն, որ 2.5 տարի կարող է այսպես հանդուրժել, որ ամեն օր իր տարածքի վրա բալիստիկ հրթիռ ուղարկեն։ Ի վերջո Իսրայելը որոշեց կոորդինալ ձեռքով այս խնդիրը լուծել, հարվածեց մի քանի անգամ հութիներին, բայց հութիներին հարվածելը այդքան լուրջ ուրեմն արդյունքներ չի տալիս, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներն իր ավիակիրներով կանգնած են հութիներից ոչ հեռու եւ այդքան 2 ամիս ինտենսիվ հրթիռահարում են, բայց ասենք հսկայական անապատներում մեկ հրթիռ բարձրացեցին, կրակեցին, հետո վրան ավազով ծածկեցին, ասենք ինչքան հնարավոր չէ այդ հսկայական տարածք ամբողջությամբ այդքան մեծ միջոցներ հետախուզական ծախսել, հետևել, որ ասենք որտեղից այդ հրթիռը բաց թողնվեց, որ ասենք ուղիղ հարձակումը հարվածով օդանավ հանես երկինք, հասցնես 2000 կիլոմետր, որ այդ մի հրթիռային համակարգը վերացնես։ Դրա համար Իսրայելը հեռու գնաց նախ այն, որ Իսրայելի հետախուզությանը պարզ էր տարել, որ Իրանը արդեն շատ մոտ է 87%-ից ավելի ունի հարստացված ուրան, որ արդեն կեղտոտ ռումբի համահավասար է եւ Նատանյահուն իր հայտարարությամբ ասաց, որ 9 արդեն ատոմային ռումբի հումք ունի Իրանը եւ նաեւ ինչպես տեսնում եք բալիստիկ համապատասխան հրթիռներ, որոնք մեզ հասնում են շատ հանգիստ եւ Իսրայելի բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու մոտավորապես տոկոսը 90%-ի է հասնում, այսինքն մոտ 90%-ով պաշտպանվում են։ 10 հրթիռից մեկը կարող են բաց թողնել, վստահեցնում եմ ձեզ, որ աշխարհում չկա այնպիսի համակարգ, որը այսօր հնարավորություն ունի 100%-ով խոցելու բալիստիկ հրթիռները։ Բալիստիկ հրթիռները սրանք զորական հրթիռներ չեն, բարձրանում են մինչև տիեզերք եւ տիեզերքից շատ մեծ բարձրության վրա, մեծ արագությամբ, եթե նույնիսկ իր մեջ 500 կամ 700 կիլոգրամանոց պայթուցիկ նյութեր չունենան, միայն այդ մետաղի երկրի վրա հարվածը հսկայական ավերածություններ առաջացնում տարածքում ու այս պայթրությամբ ունեն 24 զոհ, 530-ից ավել վիրավոր մի շարք քաղաքներում, այդ թվում նաև Պետախ Տիկվան հայաշատ, Տել Ավիվը հայաշատ, Ռեխովոտը հայաշատ, Ռիշոն Լեցիոնը, Բաթյամը, այսինքն կենտրոն Հայֆան, մեր Հայֆայի հայկական համայնքը հյուսային քաղաքներում մոտ 3000 բնակչություն ունի հայկական Երուսաղեմը, բարեբախտաբար Երուսաղեմում հրթիռներ լինում է տագնապ մեր հետ միասին, բայց այնտեղ հրթիռներ բարեբախտաբար չեն ընկել դժվարներ վնասվածքներ Արդյոք կխնդրեի ներկայացնել նաև թե ինչ իրավիճակ է տիրում հայկական համայնքում տեղի ինչ վնասներ է կրել հայկական համայնքը, արդյոք կան տուժածներ, զոհեր, վիրավորներ, նյութական վնասներ Մենք վնասների մասին, պարոն Իսրայելյան, ընդհանրապես չենք խոսում, մեր համար ամենակարևորը մարդկային կյանքերն են։ Գուցե մեկի մեքենան է այրվել կամ մյուսի մեքենայի վրա, ասենք, հրթիռի հարվածից ապակիներն են փշրվել կամ տան ապակիներն են ներս ամբողջությամբ ընկել, այդ ձևի շատ կան հայեր, որ տուժվել են, բայց մենք նման հաշվարկներ չենք իրականացնում, մեզանում ամենակարևորը մարդկանց կյանքն է հասկանում եք, իմ համար ամենակարևորը մեր համայնքի, մեր անդամների համայնքի անդամների կյանքն է, ոչ թե ասենք գույքը, մեքենան կամ բնակարանի ապակին կամ բնակարանի, դրանից մենք դրամա չենք սարքում, չենք հեռախոսներով նկարում, այսպես գնենք տան մեջ տեսեք տունս ինչ արեցին, դրանից ողբերգություն չենք սարքում, եւ ընդհանրապես Իսրայելում էլ կա հատուկ հրահանգ
մաքսիմալ քիչ ինտերնետ համացանցում տեղադրել այն կադրերը, որ ասենք այստեղ է վնասվել, այնտեղ է վնասվել, որ թշնամուն լրացուցիչ ուրեմն եւ տեղերի եւ փողոցների ուրեմն վայրերը չտեղեկացնես, հասկանում ենք բոլորս էլ, որ պատերազմ է։ Արտյոմ, ինչպես ամբողջ աշխարհը, մենք նույնպես հետևում ենք համացանցով տարածվող այն տեսանյութերին, թե ինչ ավերածություններ են կատարվել թե Իրանում, թե Իսրայելում, թե մայրաքաղաքներում այդ երկու պետությունների, նաև խոշոր քաղաքներում։ Ես քննեի մի փոքր մանրամասն դու ներկայացնեիր որպես այդ երկրի բնակիչ, թե ինչ ավերածություններ են տեղի ունեցել, ինչ վնասներ է կրում Իսրայելը իրանական հրթիռներից։ Ասեմ, ենթադրենք 500 հրթիռի 24 զոհ է եղել։ Ես հիմա ստանում եմ մի վարքյան SMS ստացանք, որ սա հյուսիսին է վերաբերում, հյուսիսն էին հրթիռահարում, այժմ ստացանք հաղորդագրություն, որ մարդիկ կարող են արդեն դուրս գան ռմբապաստարաններից եւ վերադառնան տներ։ Լավ, ուրեմն տեսեք, ես ուղղակի չեմ հասկանում համացանցում տարածված այն ֆոտոները, Տել Ավիվը ավիրվել է, չգիտեմ, Ռիշոնը ավիրվել է, Պետախտիկվան չկա, չգիտեմ ինչ չկա, ամեն ինչն էլ կա, բոլորն էլ իրանց տեղերում են, հրթիռը ենթադրենք ընկել է 4 շենքերի մեջտեղը եւ դրանից ասենք 4 շենք փլվել է, այո, սա փաստ է։ Ենթադրենք Ռիշոն Լեցիոնում, Բացյամում, հա, շենքեր կամ փլված կամ մասնակի փլվածում, ամբողջությամբ շրջակա այդ տարածքի բոլոր շենքերը վնասներ են կրել եւ ապակիներ եւ կիսապուլ վիճակ եւ կիսավթարային են դարձել, այո, սա փաստ է, բայց սա չի կրում մասսայական բնույթ։ Հասկանում եք, սա այնպես չէ, որ ամբողջ Տել Ավիվը, ամբողջ Գուշդանը սա մի հսկայական տարածք է, շատ խիստ բնակեցված։ Այն, որ նրանք թիրախավորում են, ասենք ռազմական փորձում են թիրախավորել ռազմական օբյեկտները եւ նրանց հրթիռներն այնքան ճշգրիտ չեն, որ ասենք ընկնում են խաղաղ բնակչության վրա, լրիվ ռուսական ծեռագիրն է, մարդկանց մաքսիմում ուզում են սպանված լինեն։ Տեսեք Իսրայել, ամերիկյան պետրոտը, ամերիկյան թաթ համակարգ հակաօդային պաշտպանության հրեական խեցը, որ խեց 3-ը, որ մինչև 2200 կիլոմետր հեռավորությամբ կարող է խոցել բալիստիկ հրթիռներն, այսպիսի հնարավորություններ ունի Իսրայելը, հասկանում եք, եւ ասենք նույնս եմ կրկնում, ասենք 90%-ից ավելի արդյունք ունի այսօրվա դրությամբ բալիստիկ հրթիռները խոցելու հետ կապված Իսրայելը։ Ես վստահ եմ, որ նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները նման խոցելիության բարձր տոկոս չունի։ Ինչ վերաբերում է համացանցում այդ սարսափելի կադրերին, որ Տել Ավիվը ավիրվել է եւ այլն, ես մեր պետք է մենք մաքսիմալ չեզոք լինենք, ոչ ուրախանանք Իրանի ավերածություններով, թե ինչպիսի ավերածություններ են Իրանում, եւ ոչ էլ պետք է ուրախանանք Իսրայելում ավերածություններով, չպետք է մոռանանք, որ եւ այստեղ եւ այնտեղ մենք հայկական բնակչություն ունենք։ Ցավոք սերտի մեր հայկական ուրեմն տիրույթներում, սոցցանցերում այնքան մաղձ, այնքան բան կա Իսրայելը, ասենք վրա թափված, որ ասենք ահաբեկի չեն, ինչու միամիտ հարձակվեցին, սա միամիտ հարձակվելու մասին չէ, ես ամեն անգամ փորձում եմ մարդկանց բացատրել, որ սա արդեն տրամաբանական ավարտն է, այն տասնյակ տարիներ տևող պատերազմի, որ Իսրայելը վարում է իրեն շրջապատված շիա մահմեդականների դեմ եւ ողջ աշխարհը, եթե դուք նկատում եք, ողջ արևմտյան աշխարհը երեք չի 7-ներ, ով դատապարտեց Իսրայելին, ով ասեց, որ Իրանը պետք է միջուկային զենք ունենա, ոչ մեկը, ողջ արևմտյան աշխարհը, ողջ քաղաքակիրթ աշխարհը, նույնիսկ Չինաստանին էլ պետք չի միջուկային Իրան, որովհետև մի ռեժիմ, որը մարդկանց գլուխներ է կտրում, մարդկանց ամբողջ օրը լրտեսավ որսով են զբաղված ու մարդկանց առանց ապացույցի վերամբարձ կռունկների վրա Թեհրանի մեջտեղում կախում են։ Դուք կուզենայիք, որ այս ռեժիմը ատոմային ռումբ ունենա, կամ ատոմային զենք ունենալուց հետո ինչպես Իրանը ուրեմն կպահեր Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ես այսօր շատ ուրիշ մտահոգություններ ունեմ, կախված, եթե այս պատերազմը փոքր շարունակվի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտնեն պատերազմի մեջ, մենք ինչ օրի կգնենք։ Խոսքը Հայաստանի մասին է։ Ասենք առավոտվանից երեկո
մեկը կուսակրոն է, մեկը մեկից երեխա ունի, չգիտեմ ինչ ունի, ընկած են, ասենք ժողովրդին ուշադրությունը շեղելու, չգիտեմ ինչ հարցերով փոխանակ Սյունիք համրացնեն, փոխանակ ասենք կոնկրետ լուրջ քայլեր անեն, ռազմական մասնագետներ հրավիրեն մեր սահմանները Սյունիքում ամրացնեն, շատ մենք ուժեղ մարտահրավերների առջև ենք կանգնած, արդյոք Հայաստանի ժողովուրդը գիտի ինչպես ռադիացիայից պաշտպանվել ճառագայթումից, դուք գիտեք պարոն Իսայելյան ինչպես են ճառագայթումից պաշտպանվում, ունեք 7 տունը, չունեք, չէ՞։ Արդյոք խոսեցիր նաև պատերազմը սկսելու առիթների, պատճառների մասին, շատ են քննադատությունները, որ Իսրայելը հարվածեց Իրանին այն ժամանակ, երբ ընթանում էին Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցություններ եւ կարծես թե շատ փխրուն, բայց այդուամենայնիվ դրական ազդակներ կային այդ բանակցությունների հետ կապված եւ այն պահին, երբ պետք է տեղի ունենար հերթական ռաունդը բանակցությունների, Իսրայելը լայնամասշտաբ հարձակում է իրականացնում Իրանի վրա, արդյոք սա չի խոսում այն մասին, որ Իսրայելի իշխանությունները փորձել են պատերազմով ներքին խնդիրներ, ինչու՞ չէ նաև արտաքին խնդիրներ, որոշակի քաղաքական խնդիրներ լուծել։ Ես այս մոտեցմաններ ընդհանրապես համաձայն չեմ։ Ես այս 4-5 օրերի ընթացքում անընդհատ պատասխանում եմ այս հարցին։ Նախ որ Նեթանյահուն պետք է տուն գնա, սա փաստ է, բայց Իսրայելի ժողովուրդը թե ընդդիմությունը, թե դիմությունը բոլորը հիմա միավորված են այս պատերազմի ժամանակ լուրջ Նեթանյահուին impeachment հայտարարելու կամ նրա դեմ դուրս գալու մինչև այսօր հարցեր չի եղել, շատ հետև ասենք տեղի են ունենում ցույցեր, որոնք հիմնականում ուղղված են գերեվարված մեր երեխաներին կամ նրանց ոսկորները, ասենք հրեա ժողովրդի, ասենք ովքեր այսօր պատանդ է Համասի ցերքում, նրանց հետ բերելու հետ կապված եւ Նեթանյահուի որդու հարսանիքից սկսած վերջացրած ուղղակի Նեթանյահուն շատ փայլուն օպերացիա իրականացրեց, որին պատրաստվել էին ոչ թե 3, ոչ թե այսօր, այլ ուղիղ 1.5 տարի։ Ոչ թե սպոնտան իր այսօրվա քաղաքական խնդիրը լուծելու համար այս գործողությունը տեղ ունեցան։ Մի մոռացեք, որ Դոնալդ Թրամփը 60 օր է տվել այս բանակցությունների համար եւ 61-րդ օրը տեղի ունեցավ հարձակումը, որովհետև ամերիկացիներն էլ հասկացան, որ Իրան ուղղակի ջուր է ծեծում, ժամանակ է շահում եւ այդ ժամանակը խաղում է ողջ արևմտյան աշխարհի դեմ։ Այսինքն ինչքան ցկցկեն արհեստական 1 տարի, 2 տարի, դրա ընթացքում արդեն 87%-ից կհասնեն 95% ուրանի հարստացումը, ունեն արդեն միջուկային զենք ու կասից տեսություն, հարևաններ ու բարեկամներ, ես այլևս ձեր հետ միջուկային որևէ պայմանագիր չեմ ստորագրի, ոչինչ չեմ անի, սա իրանական պարսիկ ժողովուրդը շատ հարուստ դիվանագիտության պատմություն ունի, սա ես չէ որ պետք է ասեմ, ու դրանով է նաև պայմանավորված, որ արհեստական ժամանակ էին ցրքում եւ 60-րդ օրը, երբ որ լրացավ, Նեթանյահուն 61-րդ օրը ձեռքեր ազատվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից եւ փաստորեն հարվածը տեղ ունեցավ, այս անգամ որոշեցին ուժով ստիպել այաթոլլահների ռեժիմին այդ պայմանագիրը կնքել։ Հիմա այաթոլլահների ռեժիմը, դուք պատկերացնում եք, պարոն Իսայելյան, ձեզ մի հասարակ հարց տամ, էլի, 50-ից ավելի գեներալ, մայոր ու գեներալ են ոչնչացրել, նշանակում են բանակի հրամանատար, հաջորդ օրը այդ հրամանատարին են սպանում, այսինքն մինչև այդ մեկի անունը չես սովորում, երկրորդի անունն ես սովորում, նորից սպանում են։ Դուք գիտեք պետություն, որ պատերազմի ժամանակ իր գլխավոր հրամանատարին իրար հետևից ամեն օր սպանում են, նման պետություն դուք ճանաչում եք, կա՞ն էս պետություն, որ գլխավոր հրամանատարին ամեն օր սպանեն։ Իսկ ինչու են այդ գլխավոր հրամանատարին ամեն օր կարողանում սպանել, որովհետև իրեն ժողովուրդն է սպանում, ոչ թե հրեաները, հասկանում եք։ Եթե հրեական հատուկ ծառայությունները Մոսադն ու Շապակը աշխատում են, ասեն Շապակը աշխատում է Իրանում եւ մի հատ ծիծաղելի post կարտացի, իրանցիները գրել են, թե իբր Մոսադի շենքը ամբողջությամբ Թել Ավիվում փլվել է, Իսրայելցիներն գրել են, թե Մոսադը այսօր ամբողջությամբ Թեհրանում է տեղակայված, էլի, ասենք որտեղ են փլել, ինչ են փլել, չեմ իմանում, ամենայն դեպս փաստն է, որ մի պետություն, որը ամբողջ օր առավոտվանից երեկո հայտարարում է, որ վերջ չտալու, ասենք Իսրայելին, սիոնիստական ռեժիմին, ընդամենը 5 օր չդիմացավ Իսրայելի դեմ։ Առաջին օր ամբողջությամբ նրանց պարագլուխներին, ղեկավարներին սպանեցին,
ողջ հակաօդային պաշտպանությունը ռուսական զիբիլները, որ ունեն այդ S-300-ներն ու պանցիրեմերը, ամբողջությամբ խոցվեց, վերածվեց մետաղի ջարտոնի, վերածվեց, միջուկային օբյեկտներին շարունակում են հարվածել, զգուշացրեցին, որ եթե խաղաղ բնակչությանը հարվածեք, ձեզ շատ ցավոտ հարվածներ ենք հասցնելու, սրանք խփեցին մարդկանց, անմեղ սպանեցին, Իսրայելն էլ հակադարձեց դրանց ողջ պետական ուրեմն սիմվոլները, շենքերը, շինություններն ավերել են եւ իրենց խորհրդանի շենքը, նախագահի նստավայրը, կանգուն պետական շենք այսօր չեն թողել կարևոր Թեհրանում, հասկանում եք։ Եվ ինձ համար այստեղ գիտեք ինչ, երբ որ մենք միասին խոսում ենք, ամենակարևորը որն է ելքը այս ստեղծված իրավիճակից, այդ կարևորը այստեղ է շանկլուխը թաղված։ Հիմա այս պահին Նիմից ավիակիրը շարժվում է դեպի Պարսից ծոց, դուք սրա մասին գիտեք, ամերիկյան Նիմից ավիակիրը։ Այժմ հիմա բանակցություններ են տեղի ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև, Նեթանյահուն կրկին Տրամպի հետ է խոսել, այժմ պետք է հարց բարձրացվի, թե Ֆորդո գլխավոր այդ միջուկային օբյեկտին հարված հասցնելու են Ամերիկայի Միացյալ Նահանգները միանալու այս հարվածներին, թե չէ։ Թրամփի վարչակազմում կարծիքները կիսվել են, Ռուբիոն օրինակ կարծում է, որ անհրաժեշտ է, իսկ մյուս թևը կարծում են, որ ոչ, չգիտեմ այս պահին թե ինչ որոշում կայացնի, սպասում ենք ավիակիր Նիմիցի ուրեմն ժամանմանը Պարսից ծոց։ Հիմա այստեղ կա Ֆորդո, Նատանզ, Բուշեր, Թեհրան, որտեղ որ ասենք կան իրենց իրանական միջուկային կենտրոններ, մոտ 20 կենտրոն ունի Իրանը միջուկային, եւ այս դեպքում ինչու Իսրայելը, ես մի հատ շատ հոդված կարդացի, որը ապացուցեց New York Times-ն 2 օր առաջ գրել, որն ապացուցեց իմ բոլոր կանխատեսումները, որ Իսրայելը մոտ 30%-ով է խոցել միջուկային ծրագրերը Իրանի, որ Իսրայելը ունի նման հնարավորություններ ավելի խորությամբ խոցելու միջուկային օբյեկտները։ Եվ այս դեպքում պետք է օգտագործվի ուրեմն B2 նոր այդ վերջապես ինքնատիպ անունն ասեմ, ուրեմն Northrop B2 Spirit։ Սա այն ուրեմն անտեսանելի ռմբակոծիչն է ամերիկյան արտադրության, որը հնարավորություն ունի կրելու 13.6 տոննա կշռող GBU 57A/B ուրեմն ռումբը, որը ուրեմն ուրանի միջուկով է եւ սկզբից ճեղքելով, ասենք ապառաժը, ժայռը, բետոնը, ինչ ուզում է լինի, մոտ 61-62 մետր մխրճվում է, տեղ ունենում առաջին պայթյունը, որից հետո նորից մտնում է գետնի տակ, այդ պայթյունից հետո այդ ռումբի ավելի խորությամբ է մտնում եւ տեղ ունենում արդեն երկրորդ հիմնական պայթյունը։ Ահա այս ռումբը, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները P2-ների հետ տրամադրի Իսրայելին, ապա այս դեպքում Իրանի միջուկային ծրագրի վրա կարելի է խաչ քաշել։ Այստեղ հիմա հարցը Արդյոք մենք տեսնում ենք, որ երկու կողմերն էլ, թե Իրանը եւ թե Իսրայելը բավական ծայրահեղ եւ ագրեսիվ են տրամադրված, արդյոք հույս կա, նկատի ունեմ գոնե Իսրայելում հույս կա, որ այսքանից հետո կողմերը հնարավոր է որ նստեն բանակցությունների եւ ինչ որ խաղաղ ճանապարհով լուծումներ գտնել կամ ինչ որ հարցերի շուրջ ընդհանուր համաձայնության կան։ Շատ լավ հարց է, տեսեք, հիմա երբ որ ավիակիրը հասավ արդեն Պարսից ծոց, կոնկրետ մեսիջ է ուղարկվել իրանական ռեժիմին, այաթոլլահին։ Թրամփն ասեց մենք քո տեղը գիտենք, բայց Թրամփը նախնական տեղեկությունների համաձայն Իսրայելին չի թույլատրել, ասենք այաթոլլահ Խոմեյնիին սպանել, հասկանում եք, տեղը գիտեն, լավ էլ կարող են մի հատ FPV դրոն ուղարկեն իրենց բունկերի մեջ, ինչպես որ արել էին, այդ հոյակապ այդ լրտեսական ուրեմն ցանցի միջոցով որ կա։ Բայց հիմա երբ որ եկավ ավիակիրը հասավ, նոր ժամանակ կտանք, ասեն մեկ օր ժամանակ կամ մի քանի ժամ ժամանակ, մտածեք, եթե հիմա չհամաձայնեք ստորագրել մեր պայմաններով, որ միջուկային զենքից եք հրաժարվում, թողնում եք ՄԱԳԱՏԵ-ի ուրեմն մասնագետներին կան եւ ամբողջությամբ ըստ տվյալների նրանք պետք է քանդեն այդ օբյեկտները, հասկանում եք, ոչ թե միայն պետք է դադարեցնեն ծրագիրը, օբյեկտները քանդեն։
Եթե դա չհամաձայնվեցին դրա տակ եւ նաեւ պետք է բալիստիկ Իսրայելը մի շարք պահանջներ ուներ եւ դրանից շատ դժգոհ էր, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատահական սկսել էին Իսրայելի թիկունքում ուրեմն բանակցությունները Իրանի հետ, իսրայելցիները շատ դժգոհ էին մնացել եւ ամենուր քննադատում էին Տրամփի վարչակազմին, թե մենք այդքան նրան սատարեցինք, նա իր խոսքի տեղը չկանգնեց եւ այլն, բայց ամենայն դեպս Իսրայելի պահանջները գուցե շատ ավելին են, քան Ամերիկայի Միացյալ Նահանգները դա կարող է թույլատրել կամ մտցնել իր եւ Իրանի պայմանագրի մեջ, ամենայն դեպս երկուկետ միջուկային ծրագրի դադարեցման, քանդման այդ օբյեկտների քանդելու եւ նաեւ բալիստիկ հրթիռների արտադրության, հրթիռային համակարգերի արտադրության դադարեցման ու գործարանների քանդման մասին կարող է այս երկու կետը պարտադիր լինել։ Եթե Այաթոլլահների ռեժիմը հանձնես Խոմեյնիի չհամաձայնվի, սրան արդեն կարող է հաջորդել արդեն ամերիկյան օդուժի B-2-ների ու այս ռուսան ռումբերի, այս 14 գրեթե տոննա կշռող ռումբերի օգտագործումը, սա արդեն շատ վատ կանդրադառնա։ Ես այստեղ չեմ խոսում Իրանի տնտեսական հարվածներ հասնելու մասին, որովհետև Իսրայելը այս պահին լուրջ 1-2, ասենք, նավթի այսպես բազաներ է, ասենք, կուտակման տեղեր է ռմբահարել, բայց ասենք նավահանգիստ օրինակ Բանդար-Աբասին ձեռք չի տվել։ Բայց եթե հանգարց Բանդար-Աբասին հարվածեցին, նշանակում է Իրանի ողջ տնտեսությունը մեկ օրվա մեջ կքանդվի։ Եվ պարոն Իսրայելյան, վերջում էլ մի բան ասեմ ձեզ, իմ համար շատ անակնկալ էր, թե Իրանի նման հսկայական մեծ պետությունը, կարծեմ 80 միլիոն չէ, նրանց բնակչությունը 80 միլիոն է, 80 միլիոն բնակչություն ունեցող երկիրը չկարողացավ, ասենք, այնպիսի քաոս տեղի ունեցավ իրենց երկրում առաջին օր Իսրայելի հարձակումից հետո, որ չեն կարողանում մինչև այսօր ուրեմն ուշքի գալ եւ դրանից բացի տեսեք նույնիսկ հասարակ հարցեր, ասենք իրենց ասենք ջրահեռացման համակարգեր այդ ջրմուղը, հա, կոյուղին իրենց կոյուղին պայթեցրեցին, ոչ քաղաքը կեղտի մեջ կորել է, մարդիկ կեղտից խեղդվում են, պատկերացրեք, այսինքն տարական հասարակական այդ հասարակ քաղաքային ծառայությունները չեն կարողանում նման, ասենք, վթարներ վերացնել, ել ինչի մասին է խոսքը։ Իսկ մարդիկ այսօր Տրամփը հայտարարեց, որ Թեհրանից բոլորը դուրս եկեք, եւ հիմա ժողովուրդը նույնը, ասենք, Իրանն է մեզ ասում, Տել Ավիվից դուրս արեք, բայց ըստ էս մարդիկ Տել Ավիվից այսօր դուրս գալիս են, իհարկե ոչ։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ հեռավար զրուցում է Իսրայելի Պետախ Տիկվայի իսրայելահայերի Նայիրի միության նախագահ Արտյոմ Չեռնամորյանի հետ, կհանդիպենք առայժմ։